տարածեց, որ նշվում էր, որ ընտրակաշառքով դեպքի հետ է կապված այս խոզարկությունները, ինչ կասեք։ Կներեք, հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած հայտարարությանը եթե հետևենք, վերջին տարիների հետ ամբողջով պիտի Հայաստանի Հանրապետության կեսը կոռուպցիոներ, կաշառակեր, կաշառատու լինեին, հետևաբար բերեք չառաջնորդվենք հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական այդ պրես ռելիզներով, առաջնորդվենք ռեալ կյանքով, թե ինչ է տեղի ունենում այսօր մեր շուրջը ու ընդհանրապես ու մասնավորապես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի շուրջը։ Ցավոք սրտի մենք ոչ հնարավորություն ունենք իշխանական կառույցներին գաղտնալսելու, ոչ էլ նրանց գաղտնալսած նյութերը կամ կենցաղային զրույցները հրապարակային դարձնելու, ուստի այս ամենը ընդհանրապես դիտարկեք որպես նախընտրական շոու ծրագիր, որը ուղղված է ընդհանրապես մեր աշխատանքները կազմալուծելուն եւ գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է, ինչի հետևանքով մենք արդեն տեսնում ենք, որ արդեն սկսել են թիրախավորվել մեր կուսակցության համակիր շարքային անդամները, ովքեր կներեք մեր համաքաղաքացիները, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա այդքան հույս, հավատ ու հենվածություն ունենային, հաստատ չէին գնա, ես էլ եմ իմ ֆեյսբուքյան էջով եւ ընդհանրապես հեռախոսի վրա բազմաթիվ մարդկանցից խնդրանքներ եւ այլը ստանում ենք, բայց չենք արձագանքում, որովհետեւ որոշակի իրավական գիտակցություն կա, իրավական գիտելիքներ կա, որ այս փուլում ընդհանրապես չի կարելի նման խոսակցությունների մեջ մտնել։ Սա էլ եմ ասում, այս գործողությունները դիտարկեք ընդհանրապես նախընտրական շոու, նախընտրական լարվածությունը քողարկելու միջոց, սրանք ամեն ինչը ուղղված են իշխանությունների վախերը քողարկելուն, բայց իրենց մոտ դա չի ստացվելու, Հայաստանը երբեք ոչ Հյուսիսային Կորեա է դառնալու, ոչ փակ բռնատիրություն ու այստեղ ընտրությունների նկատմամբ վստահությունը իջեցնելը